Սիրված ու տաղանդավոր դերասան Ռոբերտ Հակոբյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհու Անգելինայի հայրիկի կերպարը։ Դերասանը ծնվել է 1964 թվականի մարտի 17-ին Թբիլիսիում։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, աշխատել Երևանի, Թբիլիսիի մի շարք թատրոններում որպես դերասան։ Երկար տարիներ հանդես է եկել Պետրոս Ադամյանի հայկական դրամատիկական թատրոնում, 2004 թվականից աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ Ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկել։ Ռոբերտ Հակոբյանի դուստրը ևս ճանաչված ու սիրված դերասանուհի է։ Նա Մելսիդա Հակոբյանն է, ով իր տաղանդով և նվիրվածությամբ աստիճանաբար գրավում է հայ բեմական արվեստի հարթակը։ Նա ծնվել է 2000 թվականի մայիսի 30-ին ստեղծագործ մարդկանց ընտանիքում, ժառանգելով միաժամանակ վերամշակելով իր ծնողների՝ Ռոբերտ և Մելանիա Հակոբյանների գեղարվեստական աշխարհընկալումը։ Դեռ փոքր տարիքից Մելսիդան աչքի է ընկել արտահայտիչ խոսքի, հմայիչ ներկայության և անկեղծ խաղային մոտեցման շնորհիվ։ Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը, որտեղ ձևավորվել է որպես պրոֆեսիոնալ դերասանուհի, ստանալով տեսական և գործնական հիանալի հիմք։ 2021 թվականից նա արդեն թատրոնում է ամուր և նպատակասլաց քայլերով կառուցելով իր դերասանական կարիերան։ Մելսիդայի խաղացած դերերի շարքը բազմազան է, ընդգրկելով թե դրամատիկ, թե կատակերգական կերպարներ։ Նա մարմնավորել է Սոնայի լրագրողուհի և Մարիամ Թումանյանի կերպարները Վահրամ Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման մեջ, յուրահատուկ նրբանկատությամբ փոխանցելով կերպարների հոգեվիճակները։ Քաջ Նազարում խաղացել է հսկաների քրոջ դերը ավանդականի ու ֆանտաստիկայի սահմանագծում։ Նրա մարմնավորած Բեգին, Դոն Նիկրոյի «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» ներկայացման մեջ առանձնանում է արտահայտչականությամբ և ինտելեկտուալ հումորով։ Բացի մեծահասակների համար նախատեսված ներկայացումներից, Մելսիդան նաև ակտիվորեն ներգրավված է մանկական թատրոնում, իր ջերմ, գունեղ ու սիրառատ խաղով ուրախություն պարգևելով փոքրիկ հանդիսատեսին։ Նրա տաղանդը նկատելի է նաև հեռուստաէկրաններին։ Մելսիդան նկարահանվել է «Կհանդիպենք Անտառի տնակում» հեռուստասերիալում, մարմնավորելով մի կերպար, որն իր անհատականությամբ գրավեց մեծ թվով հեռուստադիտողների։ Հանդես է եկել նաև հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Չորս երազանք» նախագծում։ Մելսիդա Հակոբյանն այն երիտասարդ դերասանուհիներից է, ով արդեն այսօր արժանանում է հանդիսատեսի համակրանքին և մասնագիտական գնահատականներին, խոստանալով փայլուն ապագա հայ թատրոնում և կինոյում։ Սիրված ու տաղանդավոր դերասանին այն հարցին, թե իր կյանքի մեծագույն իրադարձությունը որն է համարում, Ռոբերտ Հակոբյանը պատասխանել է՝ երեխաներիս ծնունդը։ Դրանցից ավելի մեծ իրադարձություն դժվարանում եմ նշել։ Շարունակեք միտքը, արվեստը մարդուն հնարավորություն է տալիս արտահայտվելու։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը, շատ ընկերներ ունեք։ Չէի ասի, որ քիչ են, չէի էլ ասի, որ շատ են։ Տղամարդը որ դեպքում է խոցելի, նա ինչից կարող է երկար ժամանակ ուշքի չգալ։ Շատ դեպքերում, եթե որևէ մեկին թվում է, թե տղամարդը կնոջից ուժեղ է, շատ է սխալվում։ Տղամարդն ավելի խոցելի է, պարզապես չի ուզում հավատալ դրան։ Դավաճանությունը, նախկին սիրուն նա շատ դժվարությամբ է մոռանում։ Սովորաբար ձեզ ում են նմանեցնում, օրինակ, հոլիվուդյան դերասաններից։ Կնոջս մի երկու անգամ ասել եմ, որ ես իբր Ջորջ Քլունիին եմ նման, դա իհարկե ուրախացնում է ինձ։ Գիրք, որը փոխել է ձեր կյանքը։ Շատ եմ այս դեպքում լսել պաթետիկ պատասխան՝ Աստվածաշունչը, բայց ես չեմ ստի։ Իմ կյանքում այդպես չի եղել, իմ կյանքը երևի փոխել է Այբեն Արանը։ Արվեստագետի հետ ապրելն ամենևին էլ հեշտ չէ։ Ձեր կինը սովորաբար ինչի՞ց է դժգոհում։ Որ ուշ եմ զանգում, բայց դա ոչ թե անուշադրության արդյունք է, այլ պարզապես չեմ հարմարվում տեխնոլոգիական այս դարաշրջանի հետ։ Ինձ համար անընդհատ զանգելու սովորությունը սովորական չի դարձել։ Շարունակեք միտքը, նա ով չի հավատում իր ուժերին, շատ բանի կհասնի։ Մանկությունից մի հուշ, որ մոռանալ չի լինի։ Այն օրը, երբ առաջին անգամ գնացի կրկես, երկար-բարակ հիշում եմ այդ պայծառ օրը։ Մարդ, որից չեք դադարում սովորել։ Մեկը չի, մի քանիսն են, իմ ընկերներից եմ շատ սովորում, գոլեգաներից, ինչու ոչ, փոքրիկներից, որոնք ամեն ինչ նկատում են։ Ձեզ կարելի է համարել միասեր։ Եթե կողքիս կին կա, ուրեմն այո։
Նա միակն է ու եզակին, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հարաբերությունները չստացվեն, այնպես չէ, որ ամբողջ կյանքում այդ մի կնոջը պետք է սիրեմ, եթե այդպես լիներ, 3 անգամ չէի ամուսնանա: Կինը և տղամարդը կարող են լինել պարզապես լավ ընկերներ, դուք հավատում եք դրան: Միանշանակ, ես ունեմ կին ընկերներ, ընկերն ընկեր է, կապ չունի կին է, թե տղամարդ: Ձեզ կարելի է խանդոտ տղամարդ համարել, թե ոչ այնքան: Երևի ոչ, ես վստահում եմ իմ կողքի կնոջը, եթե խանդում ես, ուրեմն կասկածներ ունես: Դուք քանի զավակ ունեք: 4 զավակ 3 ամուսնությունից: Իմ դստեր հետ մեծ տղայիս հետ ընկեր եմ, մյուս երկուսի հետ առանձնապես շփում չկա, փոքր որդուս հետ էլ կարող եմ ընկեր լինել, եթե շփում լինի: Կուլիսային կյանքում ինչն ամենից շատ ձեզ դուր չի գալիս: Մարդկանց քցնելու հատկությունը, անողնաշարությունը, նախանձությունը, որը ահավոր մի բան է, իրարից բան փասելու, երեսին ժպտալու, մեջքից հարվածելու միտումը: